Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ հարազնացրել ենք հետևի։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքի էությունը, որի մասին նա առաջին անգամ խոսել էր 2024 թվականի նոյեմբերին։ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից հետո կողմերը ճշգրիտ դելիմիտացիա են անում ու հանգիստ թողնում միմյանց։ Այլևս չենք փորփրում, թե ով, երբ ու որտեղ է ապրել, ով ինչ է ունեցել եւ այլն։ Մենք փակում ենք թեման, դա է խաղաղությունը։ Միայն այսպես մենք կարող ենք հասնել խաղաղության, մենք ունենք մեր ճշմարտությունը, բայց մնացած բոլորն էլ ունեն իրենց ճշմարտությունը։ Եվ այնպես չէ, որ երբ գնում ենք միջազգային ատյաններ, այդ հանրությունը սափահարում է մեզ, երբ պատմում ենք մեր ճշմարտության մասին։ Facebook-յան ուղիղ եթերում ասել է Փաշինյանը, ներկայացնելով քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը։ Նա նշել է, որ կան եվրոպական երկրներ եւ որոշակի քաղաքական շրջանակներ այդ երկրներում, որոնք համակրում են Հայաստանին, կիսում են նրա տեսակետը, պատմական նարատիվները եւ այլն։ Միևնույն ժամանակ այդ նույն երկրներում եղել են եւ կան շրջանակներ, որոնք կիսում են ադրբեջանական մոտեցումները։ Կառավարության ղեկավարի պնդմամբ ի վերջո այդ ամենը հանգեցրել է հակամարտության, նա կրկին հավաստիացրել է, թե Հայաստանը միջազգային օրենքներով պատկանող որևէ տարածք չի զիջել Ադրբեջանին։ Եվ այսօր էլ իրենք խոսում են Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառակուսի մետր օկուպացված տարածքի մասին։ Փաշինյանը վստահեցրել է այդ հարցը սահմանազատման շրջանակում կլուծվի, քանի որ դա լեգիտիմ հարց է, չնայած միջազգային լեգիտիմությունը բացարձակ երաշխիք չէ, քանի որ աշխարհը հիմա խառն է։ Ստամբուլում միջխորհրդարանական միության նիստի ընթացքում Թուրքիայի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը խոստովանել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին օգտագործելով իր լոբիստական ազդեցությունը։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայկական ակոս պարբերականը։ Հարցին հնարավոր է սահմանը բացելու հարցում Թուրքիան սպասում է հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներին, Սիմոնյանը պատասխանել հետևյալ է. Անկեղծ ասած, ես հստակ չգիտեմ, թե ինչի էին սպասում։ Սկզբում ասվում էր, որ սահմանը չի բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել, հետո հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է, դրանից հետո առաջ քաշեցին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։ Մենք բանակցել ենք պայմանագրի շուրջ, դա դժվար է եւ երկարատև գործընթաց է, բայց մենք համաձայնության ենք եկել 17 կետերի շուրջ։ Հանդիպել ենք այն ստորագրելու համար, ձեռք սեղմել, բայց դեռևս չստացվեց։ Այնուհետև Ադրբեջանը սկսեց բանակցել Հայաստանի հետ։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանը ներկայումս խոչընդոտում է գործընթացին օգտագործելով իր լոբինգը եւ ազդեցությունը, որովհետեւ մի կողմից նա բանակցում է մեզ հետ, իսկ մյուս կողմից թույլ չի տալիս Թուրքիային բանակցել մեզ հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է, Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին լինի։ Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ուզելու շատ հարցեր ունի, առաջնահերթությունների շարքում է այդ երկրում դեռևս պահվող 19 արցախցիների, ինչպես նաև հայկական կողմի զոհերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։ Հույս ունենք, որ այս հարցը ժամանակի խնդիր կդառնա, հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Երկու կողմից էլ ամեն ինչ արված է, երբ ես խոսում եմ իմ թուրք գործընկերների հետ, հասկանում եմ, որ նրանք էլ ասելու շատ բան չունեն, վիճելի հարցեր չկան։ Կրկնում եմ, սա գալիս է լոբինգից, Թուրքիան այս ազդեցության գերին է, եզրափակել է նա։ Այսօր տեղի է ունեցել Միասնության թևեր կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարը կայացրել է որոշում հաստատելու Միասնության թևեր կուսակցության ընտրական ցուցակի առաջին 3 տասնյակում ներառված падգամավորի թեկնածուների անուններն ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով։ Միասնության թևեր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է նախկին մի Պարման Թաթոյանը, հաջորդում են Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Հանանյանը եւ Աստղիկ Մատինյանը։ Առաջին տասնյակում են միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի ղեկավար Լիպարիտ Տրմեյանը, ով պաշտոնից ազատվել էր այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը հակասող դիրքորոշում էր հայտնել, ասելով, որ Հեցիմ հարցով միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է եւ գրականագետ քաղաքական վերլուծաբան Անուշ Սեթրակյանը։ Վերջիններս ցուցակում զբաղեցնում են 8 եւ 9-րդ հորիզոնականները։ Տարօրինակ զանգեր ենք ստանում թե ես, թե քաղաքացիության ընդունման հարցով նախկինում արցախցիներին աջակցած մեր աշխատակիցները։ Զանգահարողները ներկայանում են որպես արցախցիներ եւ փորձում են ինչ-որ աջակցություն խնդրել, միաժամանակ շեշտելով, թե իրենց ձայնը անպայման տալու են Սամվել Կարապետյանին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա մասնավորապես նշել է. Հարգելի բանսարկուներ, Արցախցու բարբառը նմանակել այդքան էլ հեշտ գործ չէ, մի փորձեք պարզապես պալիտ եք լինում։ Իսկ քաղաքացիություն ընդունած արցախցին իր ընտրությունը կատարելու է գիտակցված ու առանց որևէ նախապայմանների, եւ այդ ընտրությունը լինելու է ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Երիցյանը պարզաբանել է, որ դա ընտրություն է արժանապատվության, անվտանգության եւ կայուն ապագայի օգտին։
Վարչական դատարանը դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ բավարարել է Տաշիր Կապիտալ փակbaşնետիրական ընկերության Հայաստան ընդդեմ կառավարության, ճանաչելով Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության հիման վրա վերջինիս հետ համաձայնեցված կարգով Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնետիրական ընկերության 70% բաժնեմասի հայցվորի կողմից հոտարվելու հնարավորության իրավահարաբերության արկայությունը մինչև 25/05/2026 թվականն ընկած ժամանակահատվածը։ Փաստինֆոյի հաղորդմամբ այս հարցի շրջանակներում դատարանը նաև մասնակիորեն բավարարել էր հայցի ապահովման միջնորդությունը, ժամանակավորապես ճանաչելով կառավարության առաջարկության հիման վրա համաձայնեցված կարգով հեծի 70% բաժնեմասը օտարելու հնարավորությունը եւ մինչեւ մայիսի 25-ը կասեցնելով երամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվի վաճառքը։ Տաշիր Կապիտալը դիմելով դատարան ըստեյության պահանջում էր, որ հարգվի կառավարության առաջարկին պատասխանելու երամսյա ժամկետը, որը պետք է հաշվարկել գրությունը պաշտոնապես ստանալու օրվանից, այն է փետրվարի 25-ից։ Հայաստանում ոչնչացվել է Նեստլե ընկերության նանապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը, տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ոչնչացվել է մոտ 9700 կիլոգրամ ընդհանուր քաշով խմբաքանակ։ Ոչնչացման պատճառը ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային եւ կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր արկայության ռիսկն է, ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։ Նշում են, որ իրականացված վերահսկողության արդյունքներով որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել ամբողջ խմբաքանակը, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Հիշեցնենք, Նեստլե ընկերությունը 2026 թվականի հունվարի 9-ին համաշխարհային մակարդակով հետ էր կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ։ Խնդիրը կապված էր ցերևիլի տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ։ Այսօր ապրիլի 29-ին ավտովթարը տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 0:30-ի սահմաններում Hyundai Elantra Magnişi ավտոմեքենան Մասիս նորաբաց ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնոէլեկտրասյանը, կոտրել այն եւ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մանրունական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ բարձում են ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի եւ վիրավորի ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։